Դրանք քաղաքական փոխհրաձգության նաև process են բերել, բայց մեծ առումով ես չեմ համարում, որ մարդկանց հետ խոսելու, զրուցելու քաղաքական ուժերին ընդհանուր մեկ ճանապարհ բերելու հնարավորությունները սպառված են։ Այսօր իդեպ երբ որ Շիրակի թեմի առաջնորդի տեխնացիոն առաջադրման հանգամանքը եղավ, քննարկում եղավ, ես ինքնին դա կարևոր եմ համարում, թեպետ ինքը թեմի առաջնորդը այո հրաժարվեց այդ հանգամանքից, բայց ստեղ կա մի այլ կարևորություն։ Ըստ էության նաև խորհրդանի ընդդիմադիր ուժերը անկախ պատգամավորները ցույց տվեցին, որ այս իրավիճակում եւս իրենց մոտեցումներում անվստահության գործընթացը ըստ էության քննարկելի է, ավելին նույնիսկ պատրաստակամություն հայտնեցին միանալու այս գործընթացին։ Ճիշտ է, միանալ, բայց ստանձնել պատասխանատվություն նաև, որովհետև միանալ կարող են բոլորը, բայց պատասխանատվություն ստանձնել համենայն դեպս մենք նման հայտարարություններ դեռևս չենք լսել։ Հնարավոր է միանան, հասցնեն այդ կետին, գուցե ստորագրություններ լինեն եւ վերջում ասեն չստացվեց, այսպես ուղղակի։ Ես չեմ ուզում կոնկրետ թիրախավորել այդ ուժին, քաղաքական ընդդիմադիր ուժին։ Ամեն դեպքում պատասխանատվություն ստանձնվել է, դուք լսել եք նման խոսույթ։ Պատասխանատվության ստանձնումը սկսում է ստորագրություն դնելուց եւ հետագայում դա պաշտպանելուց։ Հիմա ինչի մասին է խոսքը։ Այսօր դրա հետ կապված դրական մոտեցում արտահայտել են մարդիկ կամ ուժեր, որոնք միջև այս պահը դա համարում են անլուրջ գործընթաց կամ որևէ տեղ չտանող process։ Հիմա երբ որ հնարավոր է եղել քաղաքական process-ները բերել, հասնել մի կետի, երբ որ այն ուժերը, որոնք դա անլուրջ էին համարում կամ որևէ տեղ չտանող էին համարում, բայց այսօր սկսել են այն դիտարկել, դա արդեն իսկ այս ճանապարհին 1-2 քայլ առաջ է։ Այլ բան է, թե մենք առաջիկա օրերին կամ առաջիկա ժամանակահատվածում ինչին ականատես կունենանք եւ ինչպես նաեւ դուք եք ձեր հարցադրման մեջ ասում կմնա դա մտադրությունների փուլում թե դա գնա արդեն կոնկրետ կլրջանա կդառնա ստորագրությունների եւ այս գործընթացը միջև վերջ առաջ տանելու ձևով բայց մեկ բան նաեւ այստեղ պետք է արձանագրենք տեսեք Երբ որ այս թեման բարձրաձայնում ենք, երբ որ դաշտում արդեն քաղաքական օրակարգ էր մտել անվստահության գործընթացի այս process-ի թեման, այդ ժամանակ շատերը մենք ինչ էինք ասում ենք մենք չգիտենք, չէ, առաջիկայում ինչ գործընթացներ ուր են գնալու։ Դեռ այդ ժամանակ Բաղդադ Սրբազարյանի եւ շատ այլ ընդդիմադիր դաշտի գործիչների նկատմամբ քրեական այդ գործողությունները, այդ հետապնդումները չէին սկսել։ Սամվել Կարապետյանի նկատմամբ դեռևս որևէ process չէր եղել։ Մարիաթորի նկատմամբ հարձակումները չէին սկսել կամ այսպիսի ակտիվ դրսևորումներ չէին եղել։ Հիմա մենք նույն մի հատ եկել ենք կետի, որտեղ ասում ենք մենք չգիտենք էլ վաղը 1 շաբաթ, 2 շաբաթ հետո ինչ է տեղի ունենալու։ Այսինքն քաղաքական ուժերը առաջին հերթին որպես նաև այստեղ որպես քաղաքական նաև մոբիլիզացիա հնարավորություն ունեցող ուժեր պարզապես չեն կարող կանգնել սպասել թե ինչ կլինի կամ սպասել առավել եւս 26 թվականի ընտրություններին կամ այդ հնարավորությունների օգտագործմանը անկախ նրանից թե ովքեր ինչ ձև են գնահատում իրենց հնարավորությունները 26-ի նախընտրական շրջափուլում կա այսօր այդ հնարավորություն եթե դրա հնարավորությունը նույնիսկ 5% է 10% է 15% է պետք է մտնել process-ի մեջ հատկապես որ տեսանելի է որ գնալով մեր հանրության շատ ավելի մեծ խմբեր են իրենց դժգոհությունը ոչ միայն արտահայտում այսպես ասեմ տարբեր բեսեդկաներում, այլ նաև իրենց հանրային ձևով իրենց խոսքն են արտահայտում, նաև մենք տարբեր այս վերջին ակցիաների, տարբեր միջոցառումների ժամանակ մեծ թվով մարդիկ ենք տեսնում, որոնք երևի 4-5-6 տարի է որևէ բանի չեն մասնակցել, բայց այսօր գալիս են եւ մասնակցություն են ապահովում։ Բայց կապայում հեգնում են, ասում են դուք պատկերացնում եք, ի վերջո այդ տեխնացուն գալու է կանգնի, կարծեք Արսեն Թորոսյանն էր նման գրառում արել, գալու է կանգնի այստեղ, դուք պատկերացնում եք այդ տեխնացուի վիճակը։ Գիտեք Երբ որ ժամանակին ու ոչ միայն Հայաստանի սահմանության մեջ անվստահություն հայտնելու այդ process-ը ամրագրվել է, բնականաբար սա քաղաքական process է, ենթադրում է, որ այն տեխնացուն էլ, որով վարչապետի տեխնացու եւ այս process-ում պետք է առաջնորդողի դեր ստանձնի, բնականաբար պետք է լինի մարդը, որ պատրաստ է, որ ունի այդ համարձակությունը, եւ մարդը, որ միջև վերջ գնալու է Եվ այնտեղ գտնվող ուժերն որոնք նրան աջակցելու են, ստորագրելու են նրան անվանտակ, բնականաբար նրանք էլ դրա քաղաքական հենարան են դառնալու։ Հիմա եթե առաջնորդվենք այդ
անլուրջ մեկնաբանություններով, ապա պետք է որևէ բան չնել, գնալ նստել տունը եւ նայել, թե ինչպես է քո երկիրը վարի գնում, ինչպես են պղծվում քո դարերով, հազարամյակներով պահպանված կարևոր ինստիտուտները եւ այլն։ Այսինքն, այստեղ ամենավերջին բանը, որ պետք է անել, դրանք առաջնորդվելը կամ հետևելն է տարբեր ԿՊԱ-կանների հայտարարություններով, բնականաբար նրանք ամուր փորձում են պահել իրենց իշխանությունը, այդ ճանապարհին անցնում են բոլոր այն սահմանները, որոնք որևէ այլ պայմաններով մենք չենք էլ տեսել, որ անցել են, բայց իրանց էլ կարելի է հասկանալ, իրանք գիտակցում են, թե ինչ են արել մեր ժողովրդի հետ, իրանք գիտակցում են, թե ինչ են արել մեր հայրենիքի հետ, եւ բնականաբար ամեն գնով եւ հատկապես ոչ օրինական միջոցներով փորձելու են պահել իշխանությունը։ Դա ենթադրում է բռնությունների ալիք, դա ենթադրում է մեծ թվով մարդկանց քաղաքական հետապնդումներով, դա ենթադրում է բազմաթիվ առիթներով, բազմաթիվ այլ կարմիր գծերի հատում եւ այլն, բայց հիմա մեր հասարակության առողջ հատվածն էլ քաղաքական ուժեր կլինեն, հասարակական ուժեր կլինեն, գործիչներ կլինեն, մեր հասարակությունը իր հավաքական առումով բնականաբար պետք է թույլ չտա, որ մեր հետ այդ ամենը տեղի ունենա կամ գոնե կանգնեցնի այն կործանար ալիքը, որը արդեն 7 տարի է շարունակում է առաջ տանել մեր ժողովրդին։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից դու կարծում եք արդյոք բոլորն են կիսում կամ առհասարակ նաև կուսակցությունից բոլորն են կիսում Փաշինյանի դիրքորոշումները, մասնավորապես եկեղեցու հետ կապված, եւ մի քանի հոգի գիտենք, որ ակտիվ այդպես պաշտպանում են, բայց մնացածները լուռ են։ Այդ լուռությունը արդյոք այդ հնարավորությունը իսկապես ընձեռում է, որ միանան այդ անվստահության գործընթացին։ Եթե նկատել եք ոչ միայն Մայրաթորի դեմ այս հարձակումների առումով, այլ օրինակ Արցախի հանձնման գործընթացի հետ կապված, մի շարք այլ հանգամանքներով պայմանած, այնպես չէ, որ բոլորը իրենց դիրքորոշումը հրապարակային արտահայտում են։ Եթե նկատել եք այս ողջ process-ների մեջ, հիմնականում նույն 10-12 հոգին են, որոնք մտնում են, հպարտանում են Արցախի հանձնմամբ, փորձում են իրենց գռեհիկ արտահայտություններով թիրախավորել Մայրաթորին կամ առանձին հոգեորականին եւ այլն, բայց կրկնում եմ, դրանք հիմնական նույն 10-12 հոգի մարդիկ են եւ հասկանալի է, որ ներսում բոլորը չէ, որ կիսում են այս մոտեցումը, հասկանալի է նաեւ այն հանգամանքը, որ նրանք հակառակը չեն արտահայտում, քանի իրավիճակը չի եկել եւ չի հասել այն տրամաբանական կետին, եւ որ դրա հնարավորությունը իրենք արդեն կստանան։ Բնական է, բոլորի առաջ կամ գլխին այս դեպքում կոմպրոմատներ են, ճնշումներ են եւ այլն։ Մենք տեսանք, չէ՞, ինչ եղավ ԿՊ-յան երկու падգամավորների հետ, ովքեր այդ ստեղծված իրավիճակում իրենց դիրքորոշումից տարբերվող մոտեցում արտահայտեցին, քրեական գործերը առուցվեցին նրանց նկատմամբ, սկսեցին, այո, անձնական նաև վիրավորանքներ, զրպարտիչ հայտարարություններ արեցին եւ այլն եւ այլն։ Հիմա ստեղծված իրավիճակում բնական է, չէ, յուրաքանչյուրը գիտի, թե ինչ իր հետ կարող է տեղի ունենալ, բայց սա մյուս կողմից նաև խոսում է այն մասին, որ մի փուլում, երբ որ հասունանան քաղաքական process-ները եւ գան հասնեն համապատասխան տրամաբանական կետին, ապա կլինեն մարդիկ, որոնք իրենց դիրքորոշումը կարտահայտեն, այդ թվում նաև իրենց ստորագրություն դնելու մասով։ Այստեղ կարևոր է, որպեսզի կարողանանք իրավիճակը եւ քաղաքական process-ները բերենք, էփենք եւ հասնենք համապատասխան կետին։ Հնարավոր է էփել, եթե այսքան կալանավորումներ է ընթանում եւ հասկանալի է, որ սա շարունակական է լինելու։ Եվ այդ քաղաքական process-ները օր-օրի ավելի շատ է լինում այսպես բանտարկյալների։ Եթե մենք սպասենք ամեն օր եւ իրենց օրակարգի շրջանակներում ամեն օր պարզապես զբաղվենք, դատանից դատարան գնալով, ոստիկանության բաժնից բաժին գնալով, բնականաբար մեր մոտ որևէ բան չի ստացվի։ Եվ մենք որպես հասարակություն, բնականաբար այստեղ կպարտվենք այդ գլոբալ կռիվը։ Այսինքն ես ինչի էի սկզբանե ասում, որ քաղաքական ուղղություններից մեկը ստեղծված իրավիճակում գործիքը դա անվստահության գործընթացն է։ Եթե կլինեն քաղաքական ներընդդիմադիր դաշտում այլ օրակարգեր, որոնք այս պահի համար լուծումներ կտան, բնականաբար մենք բաց ենք բոլորս քննարկումների համար, հասկանանք որն է ամենաօպտիմալ ճանապարհը։ Այնպես չէ, որ մենք համարում ենք, որ ստեղծված իրավիճակում մենք ենք մենակ ճշմարիտ ճանապարհը տեսնում, եւ այնպես չէ, որ մենք համարում ենք, որ մենք անսխալական ենք։ Բայց հաստատի այս պահին
ներքաղաքական օրակարգում այլ հարց պարզապես գոյություն չունի, այլ ճանապարհ գոյություն չունի, որպեսզի մենք կարողանանք քննարկենք կամ առողջ քաղաքական բանավեճի բերենք դաշտ ու հասկանանք թե որն է ավելի արդյունավետ ճանապարհը։ Այս պահին տեխնոլոգիայի հարցը կարող է քննարկել երբ լինի։ Տեսեք, օրինակ այսօր ինչ է մեր տեղ ունեցել։ Հանրապետականը 2 ամիս սպասել էր, որպեսզի քաղաքական դաշտում, այսպես ասեմ, տեխնացուների շուրջ ընդհանուր համախմբում տեղի ունենա։ Մեծանից թվով ավելի մեծ խմբակցությունը տեխնացու չէր առաջադրել եւ ստեղծված իրավիճակում որպես ճանապարհ, որպես հնարավորություն մենք առաջադրեցինք տեխնացուն։ Բայց այդ տեխնացուի պարագայում, երբ որ այսօր օրինակ հարց բարձրացվեց, որ նպատակահարմար առաջադրել Շիրակի թեմի առաջնորդը, նույնիսկ այդ պարագայում, երբ որ մենք ունենք մեր առաջադրած տեխնացուն, մենք ասացինք, եթե կա համախմբում, եթե ամենայն հայոց կաթողիկոսը իր օրհնությունը մեծ առումով տվել է եւ թեմի առաջնորդը ինքը ընդունում է, որ պատրաստ է ճանապարհով գնալ, ապա դնենք մենք մեր ստորագրությունը դնենք այս գործընթացի տակ։ Մենք այս ընթացքում էլ բազմիցս ասել ենք, որ մենք պատրաստ ենք քննարկումների, եւ մենք այս փուլում մենք գնացել ենք դրան եւ մեր հայտարարությամբ ամրագրել ենք մեր պատրաստակամությունը։ Ավելին ասեմ, ես հիմա առիթ ունեցել եմ այս մասով նաեւ հրապարակային եմ ասել, բայց եւս մեկ անգամ կասեմ, ես չգիտեմ, հիմա կարող է իրավիճակ փոխվի, որտեղ իրադարձությունները շատ արագ են զարգանում եւ եթե մեր Շիրակի թեմի առաջնորդը մտափոխվի, մենք էլի պատրաստ ենք իրեն աջակցելու եւ շատ կարեւոր եմ համարում այն հանգամանքը, որ մենք այս պահին քաղաքական առումով ստեղծվել է իրավիճակ եւ խորհրդանի երկու դիմադիր ուժերը, անկախ падգամավորները մեծ առումով արդեն քննարկելի հարց են դարձել անվստահության գործընթացի այս գործիքը։ Կրկնում եմ, սա այն պարագայում, երբ որ սրանից 2 օր առաջ, 2 շաբաթ առաջ, 2 ամիս առաջ իրենք դա համարում են ոչ այդքան արդյունավետ կամ ոչ այդքան լուրջ process։ Պարոն Աբրամյան, հարցը պարոն Աբրամյան, եթե օրինակ այսօր դատարանը վճռի կանոնավորել Միքայել Սերբազանին, այդ գործընթացը հնարավոր է իրականացնել այդ պայմաններում։ Ընթացակարգային առումով, եթե չեմ սխալվում, դա որևէ խնդիր չի առաջացնում, նույնիսկ падգամավորների պարագայում է, եթե նրանք լինում են կանոնավորված, դա նրանց չի զրկում մանդատից։ Եվ այստեղ կարևորը քաղաքական գործընթացն է, եւ կարևորը այն է, որ կոնկրետ տեխնացուն կամ ով դիտարկում է տեխնացուն, պարզապես դրան իր համաձայնությունը տա։ Պարոն Աբրամյան, իսկ եթե ամեն դեպքում Միքայել Հաճապահյանը չհամաձայնի, վերադառնալու եք հին տեխնացուին, ինչ process-ներ ոնց են զարգանալու։ Մենք այս պահին հանրապետականի առաջարկով եւ պատիվ ունեմ խմբակցությամբ առաջադրված, մենք ունենք տեխնացու Դավիթ Համբարձումյանն է եւ մենք մեր գործընկերներին առաջարկել ենք, որպեսզի թեման զարգացնենք իր տեխնացունը հաշվի առնելով։ Այսինքն մենք այս ուղղությամբ միջև սա արդեն մի քանի շաբաթ է աշխատում ենք եւ ստեղծված իրավիճակում այլ հաշվառով այն հանգամանքը, որ մեր գործընկերները որպես գործիք սկսել են դիտարկել անվստահության այդ գործընթացի կիրառման այդ հանգամանքը, մենք կրկին հիմա հնարավորություն կա եւ նաեւ հանրային դաշտում ենք մենք դրա մասին նաեւ մեր հայտարարությամբ բարձրանագրել, որ process-ը մենք կարող ենք շարունակել այս ուղղությամբ։ Այսինքն սա կա, մեր պատրաստակամությունը կա, մենք պատասխանատվություն դրա համար ստանձնել ենք, արդեն կսպասենք, թե մեր գործընկերները ոնց են արձագանքելու։ Մինչև այսօրվա ձերբակալության դեպքերը էլի տեխնացուի անունը հայտարարված էր, ընդդիմադիր Հայաստան դաշինքը հայտարարում էր, որ պատրաստ է միանալու, բայց process-ը գոնե հասարակության համար տեսանելի չէր զարգանում։ Ինչն է փոխվելու ձերբակալությունից հետո, ինչով եք վստահ, որ շարունակելու է զարգացումը։ Նախ ես համաձայն չեմ այն հարցադրման այն կետից, որ որևէ զարգացում չի եղել։ Տեսանելի չէ, այսինքն հասարակության համար։ Չգիտեմ, օրինակ դուք ինչով եք չափել հասարակության համար տեսան լինել կամ չլինելը, բայց գործընթացներ էին տեղի ունենում, որի կենտրոնում այն տեխնացուներ Դավիթ Համբարձումյանը, որ մենք էինք առաջադրել, եւ մենք մեր բոլոր հանդիպումները, քաղաքական կոնսուլտացիաները եւ խորհրդանական մեր գործընկեր ուժի եւ նաեւ արտակ խորհրդանական ուժերի հետ տանում էինք դրա ներքո։ Բայց հիմա այս իրավիճակները մեր երկրում շատ արագ զարգանում են։ Ես ինչ եմ ասում, որ կարող է սա իրավիճակ փոխել տարբեր քաղաքական ուժեր որոշակի մոտեցումներում վերանայում անել, որովհետեւ
Մինչև այսօր օրինակ մեր գործընկեր խմբակցությունը համարում էր, որ այդ ուղղությունը մեղմ ասած այն ամենաօպտիմալ ճանապարհը կամ արդյունավետ ճանապարհը չէր գնալու, բայց այսօր օրինակ այս թեմայով արեց հայտարարություն, որտեղ պարզ դարձավ, որ ինքը ըստ էության դիտարկում է անվստահության այս գործընթացը որպես երկրում քաղաքական փոփոխությունների ճանապարհ։ Հիմա նաև պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ գոնե 20 թվականից հետո մենք քաղաքական դաշտի մեծ թվով ուժերի հետ աշխատել ենք, համագործակցել ենք, տարբեր process-ներով ենք անցել, այդ թվում նաև փողոցային պայքարով, այսինքն միշտ խոսելու եւ ընդհանուր հատման կետեր գտնելու հնարավորություն մենք ունենք եւ բնականաբար այս ուղղությամբ մենք աշխատելու ենք։ Պարոն Աբրահամյան, մեկ էլ խոսեցինք, որ իշխանական շատ падգամավորներ թեմայի մասին ուղղակի չեն խոսում հրապարակային, իսկ դուք որպես ազգային ժողովի падգամավոր, ոչ հրապարակային զրույցներ ունենում եք падգամավորների հետ, նրանց կարծիքը կամ այլ քննարկումներ այդ թեմայով։ Անկեղծ ասած չէ, որովհետև տենց առանձնապես շփումներ էլ չկան քաղաքացիական պայմանագիրը ներկայացնող խմբակցության падգամավորների հետ, բայց կան որոշակի ցուցիչներ, որոնք հանրային դաշտում գոնե տեսանելի մակարդակով արտահայտվում են եւ դրանք որոշակի ենթադրությունների հնարավորություններ ստեղծում են եւ վերջո չպետք է մոռանալ, որ 20 թվականի տարվերից պատերազմից հետո էլ երբ որ ԿՊ-ն ուներ շատ ավելի մեծ ներկայություն խորհրդանում, եղան մարդիկ, ովքեր այդ խմբակցությունից պարզապես դուրս եկան, նաև կային մարդիկ, որոնք ըստ որոշ տեղեկությունների մտադիր էին դուրս գալու, բայց իշխանությունը ուժային տարբեր մեթոդներով եւ ճնշումների միջոցով պարզապես նրանց թույլ չտվեց։ Կային падգամավորներ, որոնք հետագայում չառաջադրվեցին, այլևս այդ ԿՊ-ի առաջադրած այլ պաշտոններում էլ նաև չմնացին, իրենց դիրքորոշումը նաև այդ ձևով արտահայտեցին։ Այսինքն այնպես չէ, որ իրենց մեծ ներկայության պայմաններում որևէ հնարավորություն չկա կամ եղած ռեսուրսները պարզապես սպառված են։ Ուղղակի դրա համար պետք է քաղաքական ճիշտ գործիքներ ընտրել, իրավիճակը օգտագործել այդ process-ները հասունացնելու համար եւ հնարավորություններ համոզված եմ, որ կբացվեն։ Օ, հայ։